Հարսնաձորի լեգենդը հեռուստասերիալում Լալայի վերադարձը փոխում է խաղի կանոնները։ Սերիալում իրավիճակն օր-օրի լարվում է, իսկ վերջին փոփոխությունները նոր շունչ են տալիս պատմությանը։ Հեռուստադիտողները երկար սպասում էին մի կերպարի վերադարձի, որը կարող էր ամեն ինչ գլխիվայր շրջել, եւ ահա ռեժիսորը վերջապես կատարեց այդ սպասումը։ Նարեի հորաքույրը Լալան երկար տարիներ բացակայում էր սերիալից այնպես, որ նրա շուրջ ստեղծվել էր իրական լեգենդ։ Մի մասը կարծում էր, թե նա եւ Աշոտը միասին փախել են։ Սակայն ամենամեծ գաղտնիքն հենց այն էր, որ Սաքոն գիտեր ճշմարտությունը, բայց տարիներ շարունակ պահում էր կողպված բերանը, կարծելով, թե այդ էջը փակ է մնալու։ Լալայի կերպարն այս անգամ վերադառնում է ոչ միայն պատմության շարունակությունը ցույց տալու, այլ բոլոր չլուծված հանգույցները քանդելու համար։ Նկարահանող խումբը վերջապես հաստատեց կարևոր նորությունը. Լալայի դերակատարումը կրկին Նոնա Սաֆարյանի ձեռքերում է։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակվել էր նոր լուսանկար, իհարկե դերասանուհու դեմքը փակ, բայց պարզից էլ պարզ է, որ Լալային մարմնավորելու է դերասանուհի Նոնա Սաֆարյանը, բայց արդեն ավելի հասուն, ավելի կայացած։ Արդեն 10 տարի է անցել այն դեպքից, երբ Սաքոն Լալային ուղղակի դուրս արեց տանից։ Սա երկրպագուների համար մեծ ուրախություն էր, քանի որ Լալան սերիալի այն եզակի կերպարներից է, ում բացակայությունը սերիալի մեջ զգացվում էր։ Իհարկե, Նոնա Սաֆարյանի մարմնավորած կերպարն այս անգամ կլինի ավելի հասուն, ավելի համարձակ, ավելի խորը հոգեբանական շերտերով եւ, ամենակարևորը, իրական ճշմարտության կրողը, որը շատերին դուր չի գալու։ Այս անգամ Լալան վերադառնում է ոչ թե որպես զոհ, այլ որպես պատրաստված եւ ինֆորմացիա ունեցող հերոս, որը եկել է փակելու անցյալի հաշիվները։ Տարիներ շարունակ բոլորն համոզված էին, որ Աշոտը լքել է իր ընտանիքը եւ փախել Լալայի հետ։ Սա ծանր հարված էր հատկապես Հայկի եւ եղբոր համար, ովքեր տարիներ շարունակ մերժում էին հորը, ատում ու դատում նրան։ Բայց ճշմարտությունն ահա ինչպիսին էր. Աշոտը չի փախել, նրա մահը դժբախտություն չի եղել, այլ Սաքոն սպանել է Աշոտին, եւ հենց Սաքոն է, որ Լալային դուրս է հանել տնից, ստիպելով լռել ու հեռանալ, հավատալով, որ անցյալը մնալու է անցյալում։ Բայց ճակատագիրը մի օր վերադառնում է։ Լալան վերադարձել է ոչ թե ուղղակի զոհ, այլ նպատակով՝ բացել փակված ճշմարտությունը, պաշտպանել Նարեին, վերականգնել Աշոտի անունը, բացահայտել Սաքոյի երկար տարիներ թաքցրած մեղքերը։ Երբ նա հայտնվի Սաքոյի առջև, սերիալում սպասվում է այնպիսի տեսարան, որը կարող է դառնալ ամբողջ նախագծի շրջադարձային պահը։ Սաքոյի համար այս վերադարձը կդառնա ոչ միայն վտանգ, այլ նաև հոգեբանական փլուզման պատճառ։ Գալիք սերիաներում սպասվում են, որ Հայկն առաջին անգամ կլսի ճշմարտությունը հոր մասին։ Բռամը վերջապես ուշքի է եկել, իսկ Լալան կդառնա նրանց ընտանիքի միակ մխիթարության աղբյուրը, որովհետև վերադառնալու է ու այդ ընտանիքում ամեն ինչ վերադառնալու է քաոսի։ Նարեն, ով արդեն ապրում էր մեղավորության ու խառնաշփոթի մեջ, Լալայից կստանա նաև նոր ինֆորմացիա, որը կհարվածի նրա աշխարհին։ Սաքոն կհասկանա, որ իր երկու վախերը վերադառնում են՝ Աշոտի անցյալը, Լալան վերադառնում է, ով ամենամեծ ճշմարտության կրողն է։ Նոնա Սաֆարյանի վերադարձը նշան է, որ պատմության հիմնական հանգույցները շարժման մեջ են դրվում։ Նա գալիս է փոխելու խաղը, բախելու հները եւ նոր կյանք տալու սյուժեին։ Լալայի վերադարձով Հարսնաձորի լեգենդը մտնում է իր ամենաուժեղ, ամենալարված եւ ամենագաղտնիքներով լի փուլը։ Առջևում են մեծ բացահայտումներ, ընտանիքների բախումներ, նոր հարաբերություններ եւ ճակատագրական որոշումներ, որոնք կարող են փոխել յուրաքանչյուր հերոսի պատմությունը։ Սպասենք զարգացումներին, ամենահետաքրքիրը դեռ ճանապարհին է, այնպես որ միացեք մեր ալիքին, որպեսզի բաց չթողնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը եւ իհարկե տեղեկանաք նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների, շոու բիզնեսյան անցուդարձի մասին եւ ոչ միայն։ Տեսանյութի մեկնաբանություններ բաժնում չմոռանաք նաև նշել, թե ինչ եք կարծում, ինչպիսին է լինելու այս անգամ Լալան՝ ավելի ուժեղ, ավելի համարձակ, թե որպես զոհ։
Ինչպես հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում տեղադրված լուսանկարից պարզ է դառնում, Լալան այս անգամ գործունյա կնոջ կերպարով է, այլ ոչ թե զոհ է վերադառնում, և նա կապ է հաստատել Նարեի հետ, և ձայնից էլ պարզ է դառնում, որ այո, Լալային մարմնավորում է դերասանուհի Նոնա Սաֆարյանը, ով վերադառնում է, և սա մեծ ուրախություն է նրա երկրպագուների ու հետևորդների համար, քանի որ երկար ժամանակ է, ինչ նրանք սպասում էին դերասանուհու վերադարձին։ Դե ինչ գրեք ձեր կարծիքները, նշեք, թե արդյոք Նոնա Սաֆարյանի վերադարձը կփոխի հեռուստասերիալի ընթացքը և ինչպիսին կլինի Լալան ըստ ձեզ, և արդյոք նա վերադարձել է միայնակ, թե ոչ։ Շատ հարցեր շատ շուտով կստանան իրենց պատասխանները, այնպես որ բաց մի թողեք հեռուստասերիալի հերթական լարված սերիան դիտելու ձեր հնարավորությունը։